Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC News-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Մայրաթորը քիչ առաջ հայտարարություն է տարածել եւ խստագույնս դատապարտում է իշխանության կողմից իրավապահ մարմինների մասնակցությամբ եկեղեցական կարգ ու կանոնների խախտմամբ անցկացված պատարագի արարողությունները տարբեր թեմերի եկեղեցիներում։ Հայտարարությունում ասվում է, որ Մայրաթորը հորդորում է խախտում իրականացրած եպիսկոպոսներին դադարեցնել անօրինական քայլերը, վերադառնալ կանոնական դաշտ եւ գործել միայն հոգեվոր ասպարեզում, պահպանելով միասնականությունը եւ օրենքի պահանջները։ Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով եկեղեցական ընկակյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը պատարագներին կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին 7 վերք առաջնորդանիստ եկեղեցում։ Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսն էլ առաջին անգամ կոշտ ձևակերպումներով զգուշացրել է իշխանությանը հեռու մնալ եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։ Կաթողիկոսի գնահատմամբ վերջին ամիսներին Մայրաթորի շուրջ տեղի ունեցող զարգացումները այլևս վտանգավոր բնույթ են ստացել եւ կարող են ըստ նրա ոչ միայն վնասել եկեղեցուն, այլ նաեւ ազգն ու երկիրը տանել ինքնակործանման։ Հայաստանի իշխանությանը կոչ են կանում հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու պառակտման սերմեր ցանելու անընդունելի ու դատապարտելի քայլերից։ Դրանք մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը կարող են ինքնակործանման տանել։ Սուրբ Էջմիածին կոչ են կանում հնարավորինս արագ համախմբությամբ եւ խոհեմությամբ կանխել միաբանության մեջ ճեղքերի առաջացումը եւ համախմբվել վեհափառ հայրապետի շուրջ։ Եկեղեցու եւ իշխանության դիմակայությունը սրվում է նոր առաջարկների ֆոնին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է փոփոխություններ, որոնք վերաբերում են անգամ պատարագի ընթացքին, օրհներգ, պետական դրոշներ, կանոնագրքի վերաձևում։ Այս մոտեցումները հոգեվորականներն ու փորձագետները գնահատում են որպես ուղղակի միջամտություն եկեղեցու կյանքին, այն կոչելով քաղաքական գործընթաց։ Իշխանությունը փորձում է եկեղեցու ներսում ձևավորել ղեկավարման նոր մոդել իր պայմաններով ու պահանջներով։ Փաշինյանն ասում է պատարագից առաջ օրհներգ լինի, իսկ բոլոր եկեղեցիներում Հայաստանի դրոշ։ Թող կաթողիկոսի անունը չլինի, իսկ կանոնագիրքն ընդունվի Փաշինյանի առաջ քաշած պայմաններով։ Կարգալույց քահանան թող պատարագ մատուցի, որովհետև զեղչում է կաթողիկոսի անունը, իսկ ձեռնադրված քահանան ոչ։ Փաշինյանն իրեն ենթարկվող օղակներով փորձում է կառավարել եկեղեցին, կարծում է Նիկողոս Հովհաննիսյանն ու նշում, պահանջները դեռ շարունակվելու են։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ եկեղեցու իրականում եկեղեցու հետ կապված այստեղ ոչ մի բան չի արվում։ Փաշինյանն ուզում է իրեն ենթարկվող կաթողիկոս ունենալ, որ կկատարի իր ցանկությունները, ընդգծում է Հովհաննիսյանը։ Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի պարզ է դառնում Փաշինյանի իրական նպատակը, կարծում է Վլադիմիր Մարտիրոսյանը։ Հայ առաքելական եկեղեցու դերակատարության նվազում, հատկապես Սփյուռքում նրա դերակատարության նվազում, հայ ազգի մշակութային, հոգևոր ժառանգության պահապանի դերակատարության նվազում եւ այս առաքելությանը հասնելու համար նա գործարկում է մի շարք քաղտեխնոլոգիական գործիքներ, որոնք որ թե կարծես թե իրեն պետք է հասցնեն իր ուզած նպատակին։ Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 8-ին գրառում է արել, որտեղ ըստ նրա ներկայացված են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Աստվածաբան, կարգալույց քահանա Նիկողոս Հովհաննիսյանը նշում է. եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն, բայց իշխանության ներկայացուցիչը չէ, որ պետք է դրանցով զբաղվի։ Ինչպես կարող է մարդ, ով ամբողջ պետությունը պահում է գաղջի մեջ, փորձի եկեղեցական կարգ ու կանոն հաստատել։ Ինչպես կարող է ամբողջ մի մարդ, որը 18 թվից հայոյախոսություն, զազրախոսություն է բերել այս երկրին, այսինքն բաժանել մարդկանց սևերի, սպիտակների, թշնամություն առաջացրել ընտանիքների միջև, մեկը Նիկոլի կողմնակիցն է, մեկը Նիկոլի կողմնակիցը չի, հայր, մայր, եղբայր, քույր, իրար սպանում են, ճակերտների մեջ իհարկե, եւ այսօր մարդը կանգնում է, թե եկեղեցուն պիտի բարեփոխումներ անենք։ Փաշինյանը քաղաքական պատվեր է կատարում, հարվածելով, թուլացնելով առաքելական Սուրբ եկեղեցին, ընդգծում է Մարտիրոսյանը։ Իրականացնի իրեն պարտադրված են առաքելությունը, որի հիմքում հետևյալն է. ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր փիլիսոփայական, իր սահմանադրական, իր իրավական, իր բարոյական տեսքով որևէ կերպ չլինի ազգային պետություն։ Փաշինյանի քաղտեխնոլոգիական հնարքներից էր դրոշի եւ օրհներգի մասին խոսելը։
Նա այդպիսով ուզում է ցույց տալ պետության գերակայությունը եկեղեցու նկատմամբ, կարծում է Մարտիրոսյանը։ Մինչդեռ պետությունն ու եկեղեցին հակադրելու, գերադասելու եւ ստորադասելու խնդիր երբևէ չկար։ Այն առաջ է տանում միայն Փաշինյանը։ Նիկողոս Հովանիսյանը հիշեցնում է, առաքելական եկեղեցու ժողովներից, արարողություններից առաջ հնչում է Հայաստանի պետական օրհներգը, իսկ Մայրաթոռի մուտքի մոտ ծածանվում են դրոշները։ Իսկ պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն է, որն ունի հստակ կառուցվածք ու հերթականություն։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս զարգացումներին նախորդեց Գյումրիի աննախադեպ պատկերը։ Մի քաղաքում երկու պատարագ, երկու տարբեր բևեռներ։ Շիրակի թեմի հոգևորականները Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էին, մինչդեռ վարչապետը, նախարարները եւ իշխող մեծամասնության ներկայացուցիչները մասնակցում էին պատարագին 7 վերք եկեղեցում։ Ինչու Գյումրիում ձևավորվեց այս բաժանումը եւ ինչ ուղերձներ հնչեցին, դիտենք ռեպորտաժում։ Երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնատար Այլանդզինգ Գյումրիում էին դեկտեմբերի 7-ին։ Ծաղկեպսակ խոնարեցին զոհերի հիշատակը հավերժացնող արձանի մոտ ու շքախմբով գնացին 7 վերք եկեղեցի պատարագի մասնակցելու համար։ 7 վերք եկեղեցում պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանաներից մեկը։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել ու զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Բայց ինչպես նախորդ պատարագներին, այս անգամ եւս եղան քաղաքացիներ, որ պատարագին եկել էին հատուկ նրանց անունները հիշատակելու համար։ Ամենայն հայոց տյառն գարեգին սրբազնագույն կաթողիկոսին եւ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդի Միքայելի սրբազան արքեպիսկոպոսին։ 7 վերք եկեղեցում պատարագին մասնակցում էին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նրանք այն հոգևորականներից են, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ առանց ամենայն հայոց հայրապետի իմացության։ Նույն պահին Շիրակի թեմի հոգևորականները պատարագ էին մատուցում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Պատարագն ավարտվելուց հետո կառավարական թափորը հեռացավ Գյումրիից։ Տեղեկություններ տարածվեցին 7 վերք եկեղեցում մաքրագործման արարողություն անցկացնելու մասին։ Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանն ասաց, որ այդ արարողությունը թեմակալ առաջնորդը կամ տեղապահը պետք է անեն։ Միքայել Սրբազանը բանտում է, իսկ տեղապահը վատառողջ։ Եկեղեցական ծիսակարգ է, որ կատարվում է, ասենք օրինակի համար վեմ քարը, որ վեմ քարը մաքրագործում է, լվացվում է, այդ վեմ քարը, ասենք հեշ պարզալից չէ, որ բոլորը ներկա լինեն։ Ինքը իր պրոցեսը կատարվում է աղոթքի միջոցով եւ սրբագործման միջոցով։ Գյումրիում դեկտեմբերի 7-ն անձրևոտ էր։ Միքայել arczepiskopos Աջապահյանի եղբոր որդի Արտաշես Սարգսակը կարծում է, մաքրագործումը անձրևով եղավ։ Աստված մաքրում է Գյումրին այսօրվա բաղձությունից հետո։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իսկ Գյումրիի ավականու անդամ Ռուբեն Մխիթարյանը մեծ զրույցում ասել է, որ Շիրակի թեմը օրինակ է դարձել մյուս թեմերի համար, ցույց տալով, որ հնարավոր է չընկնել իշխանական զայրաց թակարդը։ Թեմը երկրորդ անգամ է հաղթել, երբ որ իր սրբազանի բացակայության պարագայում ոչ մեկ չի գնացել ու պատարագ չի մատուցել, ավելին ի ցույց է դրել այդ 10 դավադիր սրբազանների հոգու ամուլությունը, դատարկությունը եւ ուղղակի պատերապաշտ ու իշխանատենչ լինելը։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը մոտ 7 ամիս է կալանքի տակ է, անհապաղ վիրահատության կարիք ունի, հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով պետք է Սրբազանի վիրահատությունը լինի իր բժշկի հսկողությամբ եւ մասնակցությամբ։ Սա պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի Սրբազանը պատշաճ օգնություն ստանա։ Մենք դիմում ենք ուղարկել, համապատասխան պաշտպանը դիմում է ուղարկել, ինձ հորդորեցին, որ ինչ որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ ա եղել, ձևը ինչ որ պետք է փոխվի, ես այդ ձևը, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ ՄԻՊ-ն էլ հայտարարել է, որ պետք է ճշտումներ ու գործիքակազմ կիրառեն։ Անահիտ Մանասյանը վստահեցնում է, եւ ինքը եւ իր աշխատակազմի անդամներն այցելել են Սրբազաններին։
Իսկ քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի խոսքով սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսին մյուս ազատազրկված անձինք։ Նա նաև հաստատել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պայմանները վատն են, բայց ուսումնասիրություններ են իրականացնում դրան այլընտրանք գտնելու համար։ Այդ հիմնարկում է Մկրտիչ սրբազանը։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք։ Նիկոլ Փաշինյանին նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ նամակի համար, որով առաջադրել են նրա տեխնատությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը, կառավարության հաղորդմամբ նշել է նախագահ Թրամփը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Իլհամ Ալիևին ուղղված նամակի մասին նմանատիպ բովանդակությամբ։ Իսկ Բաքուն վերահաստատել է 3+3 ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ Հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում։ Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, եւ այս ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել 3 հանդիպում։ 2024-ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո, Հայաստանի հետագա համաձայնությամբ։ Ցավոք նման համաձայնություն չի ստացվել։ Այժմ իրավիճակն այլ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Թե որ ուղիներով են այժմ քննարկվում հանդիպումները եւ որ փուլում են կողմերը, Բայրամովը հստակ չի ասել։ Անկախ այդ հանգամանքից տարածաշրջանում սպասվող այս հանդիպումը կարող է որոշիչ լինել խաղաղության բանակցություններում։ Հիշեցնեմ, որ այդ ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել 3 հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում եւ վերջինը 2024 թվականին Թուրքիայում։ Բայրամովի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Իրանի եւ Ադրբեջանի միջև կապի ընդլայնումը նույնպես մեր քննարկումների թեման էր։ Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին։ Մենք միշտ աջակցել ենք դրան։ Այս մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ զարգացմանը։ Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ ՊՆ-ից մեզ հայտնել են, որ նախարարությունը չի մեկնաբանում այս դեպքը, քանի որ դժբախտ պատահարը ծառայությունից դուրս է եղել եւ ծառայության հետ կապ չունի։ Ժամեր առաջ Դալմամոլի ավտոկայանը տեղիում հարձակվել են ազգային ժողովի նախկին падգամավոր հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նրան տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն բուժզնման։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է, սա առաջին դեպքը չէ։ 2021 թվականի ամռանը նրա տան դիմաց կայանված մեքենայի տակ նռնակ էին տեղադրել։ Փաստաբանը կարծում է, որ իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն այս դեպքը արագ բացահայտելու, իսկ հավանական պատճառը փաստաբանի խոսքով Հակոբյանի հանրային գործունեությունն է։ Այլ որևէ պատճառ պարզապես լինել չի կարող։ Այսինքն մարդը որ զբաղվում է բիզնեսով, ոչ ինչ-որ անձնական խնդիրներ ունի, ոչ ինչ-որ պարտքեր ունի, ոչ ինչ-որ բան ունի, չի կարող է լինել։ Վերջին մեկ շաբաթում Տավուշի մարզում դպրոցահասակ երեխաների միջև 2 ծեծկրտուքի աղմկահարույց դեպք է եղել։ Վերջին դեպքը դեկտեմբերի 5-ին Իջևանում է տեղի ունեցել։ 10 տարեկան 2 երեխա վնասել են իրենց համադասարանցուն։ Դեպքերի հետքերով գնացել է իմ գործընկեր Սեդակ Յուրեխյանը։ Վերջին մեկ շաբաթում դպրոցահասակ երեխաների միջև ծեծկրտուքի 2 աղմկոտ դեպքի մասին է բարձրաձայնվել։ Երկուսն էլ տեղի են ունեցել Տավուշի մարզում։ Վերջինը դեկտեմբերի 5-ին Իջևանում է եղել 10 տարեկան երեխաների միջև։ 2 հոգով դպրոցի հետևում ծեծել են իրենց համադասարանցուն, որը ինքնուրույն է գնացել Իջևան բժշկական կենտրոն։ Երեխան ինքն իր ավոտով է եկել, մի տղամարդ այս հիվանդանոցի դիմացից ասեց, այս հետը ներս մտավ, ասեց երեխեն այս վիճակում եկավ, լացած, մի քիչ այդ շրթունքի վրա պատրված տեղ կար, շորերը թաց, ասինք ինչ ա եղել ապերջան, ասեց ընկել եմ։ Երեխայի մայրը որդուն նման վիճակում հիվանդանոցում է տեսել, մինչև վիրակապումը նկարել եւ ոստիկանությանը հայտնել է դեպքի մասին։ Ոստիկանությունը վերջին 1 տարում դեռահասների մասնակցության բռնության դեպքերի նվազման միտում է արձանագրել, չհաշված մի քանի հանցատեսակներ։
Վիճակագրական տվյալները փաստում են այն մասին, որ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների աճ է գրանցվում, աճի տենդենս է գրանցվում ֆիզիկական ներգործության հանցատեսակում, մասնավորապես 25 թվականի 10 ամսում արձանագրվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործության 170 դեպք, մինչդեռ 2024 թվականի 12 ամսվա տվյալներով ֆիզիկական ներգործության 168 դեպք է արձանագրվել։ Անչափահասների կողմից այս տարվա 10 ամիսների ընթացքում գրանցվել է 69 ֆիզիկական ներգործության, 132 մարմնական վնասվածք հասցնելու դեպք։ Վարչության պետի խոսքով, չնայած վերջին աղմուկահարույց դեպքերը տեղի են ունեցել Տավուշում, այդուհանդերձ այն ամենախնդրահարույց մարզերից չէ այս առումով։ Երևանից հետո իր քանակով ավելի ամենաշատը հաջորդում է հիմնականում Լոռի, Շիրակ եւ այս արտականությամբ։ Հանցանք կատարած անչափահասները համապատասխան տարիքի հասնելուց հետո ենթարկվում են քրեական օրենսգրքում ամրագրված անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները հոդվածով սահմանված պատասխանատվությանը։ Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը։ Վերջին տարբերակը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։ Ոստիկանությունը շեշտը դնում է իրավախախտումները կանխարգելելու գործընթացի վրա, աշխատելով երեխայի ծնողների օրինական ներկայացուցիչների շահագրգիռ կողմերի հետ։ Տնտեսական թեմաների մասին։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հոկտեմբերի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Թվերն այս անգամ էլ խոսուն են, քան պաշտոնական ամբիոններից հնչող հայտարարությունները, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով ֆինանսական, բյուջետային ու ժողովրդագրական տվյալները հուշում են մեկ բան՝ կոսմետիկ լուծումներով պետությունն առաջ չի գնում։ Ընդհանուր ակտիվության աճը պահում են կարճաժամկետ ոլորտները, շինարարությունն ու ծառայությունները, բայց դրանց ներքո տեսանելի է արդյունաբերության շարունակվող անկումը եւ արտահանման սահուն, բայց խորացող նահանջը։ Տնտեսության կառուցվածքը շարունակում է միակողմանի լինել, վարկային բեռի աճը գերազանցում է եկամուտների աճը։ Բյուջեն շարունակում է թերակատարել հատկապես ներդրումային հատվածը, իսկ բնակչության բնական աճի թվերը վկայում են երկարաժամկետ վտանգի մասին, որն այլևս չի կարելի անտեսել։ Այս շարքի նպատակը մեկն է ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի տնտեսությունում թվերի ոչ թե սկզբունքավորված լռության շղարշտակ։ Իսկ Վրաստանը հայտարարում է, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար։ Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից, թե որ երկրից չի հստակեցում։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանը իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է $92 1 տոննայի համար։ Իսկ հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր պայման կգործի։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր է բժշկական ապահովագրությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի туриզմի ազգային վարչակազմը։ Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են մերժել եւ թույլ չտալ հատել սահմանը։ Միջազգային լրահոսից։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրա խոսքով այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք, հայտարարել է նա։ Իսկ Թրամփը հիասթափություն է հայտնել Զելենսկիի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծին չարձագանքելու կապակցությամբ։ Համացանցում են հայտնվել Ասադի եւ նրա խորհրդականի մասնակցության բացառիկ կադրեր, որտեղ քննարկում են Պուտինի արտաքին տեսքը։ Տեսել եք, թե որքան այտուցված է Պուտինը, հարցրել է խորհրդականը։ Ասադը պատասխանել է, դա ամբողջությամբ պլաստիկ վիրահատություն է։ Եվ վերջում 1988-ի երկրաշարժից Արցախյան պատերազմներ։ Արտավազդ Սահակյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ ամենաշատն էր անհրաժեշտ, փրկելով կյանքեր եւ առաջնորդելով իր թիմին։ Մարմնի ճարտարապետ վիրաբույժ, հիվանդների համար հույսի եւ փրկության խորհրդանիշ։ Ով էր կենթանության օրոք լեգենդ դարձած Արտավազդ Սահակյանն ու ինչ ճանապարհ է անցել, դիտենք ռեպորտաժում։
Հիվանդանոցների պատերի լռության մեջ միշտ էլ գործում է փոքրիկ հրաշքների աշխարհը, որտեղ բժիշկի ձեռքերը դառնում են փրկության եւ հույսի ձեռքեր։ Այդ պատերի ներսում մարդկանց անհույս առաջանքներն ու արցունքները վերածել ուրախության արցունքների ու նոր կյանք տալ քչերին է հաջողվել։ Վիրաբույժ Արտավազ Սահակյանն այդ քչերից էր։ Մարմնի ճարտարապետ, այսպես է բնութագրել մեծանուն բժիշկն ինքն իրեն, երբ խոսել է մանկության երազանքի մասին։ Ճարտարապետ էր երազում դառնալ լեգենդար բժիշկը, դարձել է, բայց մարմնի։ Պետք է նվիրվես ամբողջովին եւ այդ դեպքում միգուցե իրավունք ունենաս բժիշկ կոչվել։ Արտավազ Սահակյանի գործը ոչ միայն մասնագիտական կարողություն էր, այլև հումանիզմի իրական օրինակ։ Շատերի համար նա եղել է վերջին հույսը, մի լույս, որ փայլում է խավարի մեջ։ Մի շարք բարդ ու բարդագույն միջամտություններ, որոնք ուրիշների համար անհնարին էին թվում, նա իրականություն էր դարձնում։ Նա վստահ էր, որ երբ բժիշկն անցնում է գործի, պիտի մտածի, որ իր դիմաց ընտանիքի անդամներից մեկն է։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժ, ապա Արցախյան պատերազմ, Սպիտակ բանակի ամենալեգենդար հրամանատարներից մեկը Արտավազ Սահակյանը միշտ իր խրամատում էր։ Նույնիսկ երկրաշարժի պահին էլ լեգենդար բժիշկը չի լքել վիրահատության սենյակը։ Նա պարտադրել է նաև իր անձնակազմին շարունակել վիրահատությունը, ինչի արդյունքում նրանց հաջողվել է փրկել հիվանդի կյանքը։ Բժիշկի համար ամենաբարդ վիրահատությունը եղել է դեմքի ամբողջական վերականգնման վիրահատությունը, երբ հիվանդը տեղափոխվել էր հիվանդանոց գրեթե առանց դեմքի։ Դեմքի ստորին կես, այսինքն քիթը, վերին ծնոտը, ստորին ծնոտը, բերանի խոռոչը չեն եղել, շատ բարդ վիրահատություններից մեկն է, 12 ժամ տևեց, նա տարբեր բաղադրամասերով ստեղծվեց մարդու դեմքը։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բժիշկը հայրենիքի ու իր ազգի կողքին էր։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երիտասարդ էր, 2020 թվականին ավելի փորձառու էր։ Արդեն հասցրել էր փրկել հազարավոր կյանքեր։ Վիրաբույժը մահացավ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին 72 տարեկանում, 7 գյուտի եւ 2 հաջորդ գիտական աշխատանքի հեղինակ է։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։